Մի րոպե, զգացել եք, որ մենք խրված ենք մեր սովորությունների մեջ։ Այսինքն մեր բնավորությունը, մեր տաղանդները եւ մեր սովորությունները քարե հիմքեր ունեն։ Եթե դուք էլ եք այդպես կարծում, ապա ձեզ համար ունեմ վատ լուր, կամ միգուցե լավ լուր։ Փաստորեն մեր ուղեղը կոշտ կառուցվածք չէ, այն ավելի դինամիկ, ավելի փոփոխվող, նման է ավելի շատ պլաստիրինի։ Այս երևույթը կոչվում է նեյրոպլաստիկա։ Այսինքն այն ժամանակ, երբ մենք անում ենք ինչ-որ մի գործողություն կամ ինչ-որ նոր բան ենք անում, մեր ուղեղի նեյրոնների մեջ կապ է ստեղծվում եւ իրանք կառուցում են նոր կամուրջներ։ Առաջ գիտնականները կարծում էին, որ 25-ից հետո մենք պարզապես կորցնում ենք բջիջներ, բայց հիմա ժամանակակից տեխնոլոգիաները մեզ ապացուցում են լրիվ հակառակը։ Ժամանակակից MRT հետազոտություններն ապացուցում են, եթե մենք նոր լեզու ենք սովորում կամ ընդհանրապես զբաղվում ենք ժանգլորությամբ, այդ ժամանակ մեր ուղեղի համապատասխան հատվածներում մոխրագույն նյութի խտությունն ավելանում է ընդամենը 21 օրում։ Այսինքն մենք շատ ճիշտ աճեցնում ենք մեր ուղեղը։ Բայց այդ դեպքում ինչի մենք մեկ ամսում չենք դառնում հանճարներ։ Այստեղ գալիս է այն օրենքը՝ օգտագործիր կամ կորցրու։ Եթե մենք սկսում ենք ինչ-որ մի բանը չօգտագործել մի ամսից ավել, մեր ուղեղը կարծում է, որ դա մեզ էլ պետք չի, որովհետև մեր ուղեղը ծախսում է մեր էներգիայի 20%-ը, ու քանդելով այդ կամուրջները սկսում է էներգիա խնայել։ Ահա թե ինչու մեզ բարդ սովորություններն ամրապնդելու համար անհրաժեշտ է ոչ թե 21 օր, այլ միջինում 66 օր։ Դա նրա համար է, որպեսզի մեր ուղեղը կարողանա ավելի արագ ինֆորմացիա տեղափոխել եւ այդ ճանապարհները նեյրոնային դառնան մայրուղիներ։ Ձեր այսօրվա ուղեղը վերջին 3 շաբաթների ընթացքում արածի արդյունքն է։ Ուզում եք մեկ ամսից լինել այլ մարդ, սկսեք հենց հիմա, որովհետև ձեր կենսաբանությունը ձեր կողմից է։ Իսկ դուք մեկնաբանություններում գրեք, թե հաջորդ հաղորդման ընթացքում ինչ միտք է լինելու իմ ձեռքում։ Ճիշտ պատասխանը կստանա մեր կողմից նվեր։ 1 րոպեն ավարտվեց, կհանդիպենք։